Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մանարդ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ ագրեսիայի 1144-րդ օրն է։ Ձեզ համար նորից կարճ եթեր ենք պատրաստել ռազմաճակատից ու քաղաքական ռազմաճակատի նորություններով, բայց բացի լուրերից այսօր ձեր ուշադրությանը կներկայացնենք նաև հարցազրույց հայտնի մեդիա փորձագետ Բորիս Նավասարդյանի հետ։ Նախ իմ կողմից շնորհակալություն հայտնեմ ձեր լայքերի, մեկնաբանությունների եւ մեր եթերները տարածելու համար, ասեմ, որ շատ եք օգնում, շատ շնորհակալ եմ։ Ինչպես միշտ սկսենք ռազմաճակատի նորություններով, ծանր մարտեր են ընթանում ինչպես Ուկրաինայի տարածքում, այնպես էլ Ռուսաստանի Բելգրադի եւ Կուրսկի մարզերում, երբեմն նաեւ Բրյանսկի մարզի տարածքում։ Տարօրինակ կարող է թվալ, բայց այս կռիվների սաստկացման պատճառը Թրամփի այսպես կոչված խաղաղարարությունն է եւ նրա ներկայացուցիչներն են իրենց անհեթեթ հայտարարություններով անզիջող կողմի կերպարանք ստեղծելու համար Կրեմլը իր զորքերը ուղղակի մահվան մեջ է գցում։ Անցած 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում 12 ուղղություններով տեղի է ունեցել 149 ռազմական բախում, ուկրաինական ավիացիան, հրթիռային ուժերը եւ հրետանին հարվածել են 11 տարածքների, որտեղ կենտրոնացված էին ռուսները, նրանց սպառազինությունն ու ռազմական տեխնիկան։ Ընդհանուր առմամբ վերջին 24 ժամվա ընթացքում ոչնչացվել է 1240 ռուս զավթիչ եւ ավելի քան 300 միավոր զինտեխնիկա։ Ընդհանուր առմամբ լայնածավալ պատերազմի սկզբից Ռուսաստանի կորուստներն արդեն կազմել են 931,450 զավթիչ, քանի որ մեր եթերը գաղտնի դիտում են նաև մտավոր հետամնաց պուտինիստները, հիշեցնեմ, որ այս թվերը Ուկրաինայի գլխավոր շտաբի փաստագրված տվյալներն են, բայց հիմա էլ ավելի կճնշեմ պուտինիստներին, ուկրաինական ռազմաճակատում ռուսական զորքերի կորուստները 25 թվականի սկզբից կազմում են ավելի քան 140,000 զինվոր, այս մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար գեներալ Ալեքսանդր Սիրսկին, թաքնված պուտինիստներին ասեմ նորից լսեք, այս տարվա սկզբից 140,000 զորք, հանկարծ չշփոթվեք, այս տարվա սկզբից, բայց ցավոք այսօր ունենք նաև կորստի մասին լուր, շաբաթ օրը ուկրաինացի 26-ամյա օդաչու Պավել Իվանովը զոհվել է F-16 կործանիչով մարտական առաջադրանք կատարելիս, այս մասին ապրիլի 12-ին հայտնել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տեղեկատվական ծառայությունը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է F-16 կործանիչի օդաչու 26-ամյա կապիտան Պավել Իվանովի մահվանը, խոստանալով ուժեղ եւ ճշգրիտ պատասխան։ Ես չգիտեմ ինչ են հրամայել ռուս հրամանատարները, բայց ամբողջ ռազմաճակատով մեկ ռուսական զորքերը տոտալ ջարդ են ուտում, նրանց հարձակումները ես երեք որակեցի որպես խելահեղ, հա, պարզապես ամեն ծակից դուրս են գալիս եւ նետվում են առաջ եւ ոչնչացվում են։ Շատ լավ կադրեր ունենք մեր Telegram-յան ալիքում։ Ռազմաճակատում դաժան պարտության ֆոնին ռուսները գիշերներով հարձակվում են Ուկրաինայի քնած քաղաքների եւ գյուղերի վրա, հավանաբար այդ կերպ փորձելով վրեժ լուծել։ Ի տարբերություն ռուսների, ուկրաինական դրոնները եւ հրթիռները ոչնչացնում են Ռուսաստանի տարածքում բացառապես ռազմական թիրախներ, ինչի մասին մենք նույնպես տեղեկացնում ենք մանրամասն մեր Telegram-յան ալիքում։ Կադրերը շատ են, ովքեր դեռ չեն բաժանորդագրվել Telegram-ին, անպայման բաժանորդագրվեք, որպեսզի ոչ մի իրադարձություն բաց չթողնեք։ Բրիտանական հետախուզությունը կարծում է, որ Ռուսաստանի ներկայիս տնտեսական ցուցանիշները թույլ չեն տա երկար ժամանակ պահպանել աճող ռազմական ծախսերը։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը ապրիլի 12-ին հրապարակել է նոր ակնարկ, վերլուծելով Ռուսաստանի կարողությունը ֆինանսավորելու ռազմական ծախսերը անկայուն տնտեսական իրավիճակի պայմաններում։ Վերլուծությունը կենտրոնանում է բարձր գնաճի, բյուջեի եկամուտների անկման եւ աշխատուժի պակասի վրա։ Դե ինչպես ասում են նման դեպքերում օրը գա բարին հետը, միայն թե շուտ գա։ Ակնհայտ է, որ Կրեմլի ներկայիս ղեկավարությունը երկար կյանք չունի, բայց կոնկրետ երբ կավարտվի այս ամենը, հավանաբար ոչ ոք չի կարող ասել։ Ինչպես արդեն առիթ ունեցել եմ ես ասելու, ամեն ինչ կարող է շատ անսպասելի ավարտվել։ Տեսնենք, օղակը սեղմվում է Պուտինի շուրջ, բայց նա դեռ փորձում է պլստալ արանքից, եթե կարելի այդպես ասել։ Ռուսաստանի համար կռվում են Չինաստանից մոտ 200 վարձկաններ, որոնք ըստ երևույթին կապ չունեն չինական ռազմական հրամանատարության հետ, հայտնում է Reuters-ը, բայց սա ոչ բոլոր չինացիներն են, ովքեր եկել են ուկրաինական ռազմաճակատ։ Ինչպես նշում է Reuters-ը, չինացի սպաներն են այցելել ռուս օկուպանտների թիկունք եւ ուկրաինական առաջնագիծ ծանոթանալու ժամանակակից պատերազմին եւ նոր մարտավարությանը փորձ ձեռք բերելու համար։
Էլ համաշխարհային պատերազմը պոզով պոչով է լինում, էլ երկիր չմնաց, որ ինչ-որ կերպ առնչություն չունենա այս պատերազմի հետ։ Իմջալոց երեկ մեր Telegram-ում էլ ենք հրապարակել Ղրղստանից եկած այդ վարձկանների ցուցակը, եթե հիշում եք, ուկրաինական խաչուժից պրոյեկտը, որը որ հայտարարել էր ՕԴԿԲ-ի հապկի այդ երկրների վարձկանների մասին, հերթով ցուցակները հրապարակում, առաջինը Ղազախստանն էր, երկրորդը Ղրղզստանը, ցավոք սրտի արդեն առիթ ունեցել եմ ասել, որ այդ ցուցակում նաև կան Հայաստանը, մենք սպասում ենք այդ ցուցակի հրապարակմանը, երբ լինի, մենք նույնպես կհրապարակենք մեր Telegram-յան ալիքում։ Այս ֆոնին Եվրոպայում կամավորների կոալիցիան, դա հիշում եք Ֆրանսիայի եւ Բրիտանիայի նախաձեռնությունն է, դեռ մոտեցումներ է մշակում Ուկրաինայում խաղաղապահ առաքելության վերաբերյալ, եվրոպացի բարեկամները նաև ծրագրում են Եվրոմիությունում ստեղծել համատեղ հիմնադրամ զենք գնելու համար Թրամփի այս տարօրինակ քաղաքականության ֆոնին։ Ուկրաինայի խնդրանքով Նորվեգիան առաջատար դեր է ստանձնելու Ուկրաինայի զինված ուժերի բրիգադի համար ուկրաինացի զինվորականների պատրաստման գործում, այս մասին ասված է Նորվեգիայի կառավարության հաղորդագրության մեջ, խոսքը գնում է մեկ բրիգադ զուտ Նորվեգիայի հաշվին պատրաստելու մասին։ Ուկրաինան 24 թվականին 8 անգամ ավելացրել է թևավոր հրթիռների արտադրությունը նախորդ տարվա համեմատ։ Զգալի աճ է գրանցվել նաև հեռահար դրոնների արտադրության ոլորտում երկրի ներսում արտադրվող սպառազինությունների ընդհանուր ծավալի մեջ։ Այս մասին ուրբաթ ապրիլի 11-ին հայտարարել է ռազմական արդյունաբերության նախարար Գերման Սմետանինը զինագործների օրվա կապակցությամբ։ Ինչպես նշել է Սմետանինը, 24 թվականին Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերությունը ցույց է տվել աննախադեպ աճ։ Սմետանինը նաև նշել է հեռահար դրոնների արտադրության աճ, դրանց արտադրությունը 23 թվականի համեմատ աճել է ավելի քան 2 անգամ, իսկ 22 թվականի համեմատ 22 անգամ, պատկերացնում եք մասշտաբները։ Այսպիսի լուրերը կարդալով մտածում եմ, տեսնես Հայաստանում ինչպես են զինվում, գոնե իրական շարժ կա թե ոչ, բայց դա արդեն այլ եթերի թեմա է։ Ինձ թվում է, որ իմաստ չունի վատնել մեր եթերի ժամանակը Թրամփի եւ նրա այսպես կոչված հատուկ բանագնացների հերթական անկապ հայտարարությունների վրա, անկապ եւ անիմաստ, հա։ Ինձ թվում է հիմա Թրամփի եւ նրա այդ շրջապատի մասին լուրերը միայն խայպի համար են լրատվականները եթեր տալիս, իսկ դու գիտեք, որ մենք ձեզ հետ ռեալ փաստեր ենք վերլուծում եւ պարզապես անիմաստությունների վրա ժամանակ չենք ծախսում։ Աշխարհը ի գիտություն է ընդունել, թե ով է եկել իշխանության Միացյալ Նահանգներում եւ ապրում է իր կյանքով։ Իսկ Թրամփը եւ իր վարչակազմը ապրում են զուգահեռ աշխարհում։ Ցավոք սրտի Ամերիկան այժմ վերածվել է մի պետության, որն այլևս լրջորեն չի ազդում ոչ մի բանի վրա, թեպետ խոսում է ամեն ինչի մասին եւ ամենուր, հա։ Թրամփի ադմինիստրացիան այնքան զավեշտալի է դարձել, որ նախորդին Wall Street Journal-ը գրել էր, որ Ամերիկայի բյուջեի ծախսերը Թրամփի երթմնակալությունից հետո աճել են։ Չնայած գիտեք, չէ, որ իրենք այդքան կրճատումներ էին անում, որպեսզի խնայեն իբր թե ամերիկյան բյուջեն, բայց ավելի մեծացրել են։ Սա չգիտեմ ինչպես մեկնաբանել, ինձ թվում է փաստայի ինքնին խոսում է իր մասին, թե ովքեր են ղեկավարում Ամերիկայում, համբերություն մաղթենք մեր ամերիկյան բարեկամներին մինչև հաջորդ ընտրություններ, ուրիշ բան չկա ասելու։ Չէի ուզենա շատ երկարացնել այսօրվա լրատվական մասը, դիտենք Բորիս Նավասարդյանի հետ կարճ հարցազրույցը, բայց անդրադարձել ենք շատ կարևոր համակարգային հարցերի, ինձ թվում է, որ պետք է հետաքրքիր լինի ձեզ։ Մեկնաբանություններում խնդրում եմ ձեր կարծիքը նշեք։ Մինչ նոր հանդիպում, լավ եղեք։ Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, այսօր կրկին հանդիպել ենք մեր լավ բարեկամ հայաստանցի փորձագետ Բորիս Նավասարդյանի հետ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հայկական լրահոսին հետևելուց, ճիշտ ասած, կարծես տարբեր լաբիրինտներ լինեն։ Ինձ հետաքրքրում է ձեր կարծիքը որպես մասնագետի, որքանով են լրատվամիջոցների կողմից գեներացվող օրակարգերը համապատասխանում հասարակության իրական ակտուալ օրակարգին կամ, ասենք, թեկուզ պետության շահերին, չարաշահումներ տեսնում եք։ Դե ես դա չարաշահում չէի օգտագործի, բայց որոշակի մանիպուլատիվ երևույթներ նկատում ենք եւ դա պայմանավորված է արդեն հայտնի իրողությամբ, որ մենք արդեն առնվազն կես տարի, եթե ոչ ավել, որ մտածենք նախընտրական պայքարի մեջ եւ բնականաբար լրահոսի մեջ մենք տեսնում ենք շատ մեծ ծավալի բովանդակություն, որը արտացոլում է ոչ թե իրողությունները կամ ոչ միայն իրողությունները, այլ այդ իրողությունները դնում է այն կոնտեքստի մեջ եւ այն մեկնաբանությունների եւ վերլուծությունների մեջ, որոնք ձեռնտու են այս կամ այն քաղաքական ուժին։ Դա սովորական երևույթ է
Հայաստանի համար եւ բացի դրանից մենք բնականաբար լուրջ կախվածության մեջ են գտնվում այն զարգացումներից, որոնք ընթանում են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում եւ այստեղ նույնպես բազմաթիվ փորձեր կան ներդնել դիսկուրսի մեջ լրատվամիջոցների այնպիսի հարցեր, որոնք արտացոլում են կամ Երևանի կամ Բաքվի դիրքորոշումը կամ որևէ քաղաքական շահագրգիռ կողմերի, որոնք օգտագործում են այս հակամարտությունը եւ այս հարաբերությունները կրկին իրենց քաղաքական նպատակների համար եւ դուք օգտագործեցիք փորձագետ բառը եւ ցավոք մենք որպես փորձագետներ ունենք տեղեկատվական դաշտում գործող շատ անձանց, որոնք իրականում էլի արհեստական օրակարգեր են առաջարկում եւ դա բնականաբար հնարավորություն չի տալիս հասարակությանը ճիշտ ընկալել այն ինչ տեղի է ունենում կամ այն ինչ իրենց պետք է հետաքրքրի, մի տեսակ արհեստական հետաքրքրություններ են առաջանում, բայց նաեւ նկատում ենք, որ հասարակությունը բավականին հոգնած է այդ մանիպուլատիվ խաղից տեղեկատվական միջավայրում եւ մենք կարող ենք ասել, որ հասարակության բավականին մեծ մասը ընդհանրապես չի հետևում այն բովանդակությանը, որը կապված է քաղաքական զարգացումների մեջ եւ բարփակված են իրենց անձնական խնդիրների մեջ, ընթացիկ կենցաղային գործերի մեջ եւ դա նշանակում է նաեւ, որ ընտրություններին ընդառաջ մենք ունենք բավականին ստվար զանգված մեր քաղաքացիների, որոնք բավականին пассив են որպես ընտրողներ, որպես ապագա ընտրողներ։ Սա է երևի ընդհանուր գծերով այն իրավիճակը, կարող ենք իհարկե գնալ կոնկրետ թեմատիկություններով։ Ընտրություններից ասացիք, ինչ ցույց տվեցին Գյումրիի ընտրությունները ըստ ձեզ։ Կարծիքներ կան, որ Փաշինյանից ազատվելու համար հանրությունը պատրաստ է ձայն տալ ցանկացած մեկի օգտին, եւ իմջելոց Եվրոդաշինքը կարծես ցույց տվեց իր ոչ կենսունակությունը, ցավոք սրտի մեզ բոլորիս համար, որովհետև նրանց մեջ տեսնում էինք ինչ որ ալտերնատիվա, համաձայն եք այս կարծիքների հետ։ Ես չէի պրոյեկտի ընդհանրապես Գյումրիի ընտրությունները ամբողջ հանրապետության վրա, քանի որ ամեն դեպքում այդ քաղաքը ունի իր առանձնահատկությունները եւ դրանք են առաջին հերթին դրսեւորվել ընտրությունների արդյունքներում։ Կարելի է ասել, որ թեև համարյա բոլոր տեխնացուները քաղաքապետի, ես հատուկ շեշտում եմ, որ քաղաքապետի պաշտոնի տեխնացուները, այլ ոչ թե քաղաքական ուժերը, քանի որ սա թեև ավագանու ընտրություններ, բայց իրականում քաղաքապետի ընտրություններն են եւ բացի առաջին դեմքերից բոլոր 9 ցուցակների էլ որևէ մեկը հետաքրքիր չէր ընտրողի համար։ Կողմնորոշվում էին հենց առաջի դեմքով եւ քաղաքական ուժի անվանումը կամ այն ցուցակի ներկայացուցիչների քաղաքական հայտարարությունները բացարձակապես հետաքրքիր չէին մեծամասնության համար։ Ես կասեի, որ լավագույն դեպքում 5-10% այն մարդկանց, որոնք Գյումրիում քվեարկել են, ընդհանրապես հետաքրքրված էին բուն քաղաքական օրակարգով, իրենց հետաքրում են, թե արդյոք իրենց նախընտրած տեխնացուն դառնալու է քաղաքապետ, թե չէ։ Եվ օրինակ Վարդան Ղուկասյանը, որը ամենահավանական տեխնացու է, քաղաքապետ դառնալու համար կարող էր հանդես գալ ցանկացած անունով կուսակցության շարքերում, ընտրել էր կոմունիստական կուսակցությունը, երևի որտեղ շատ հեշտ է օգտագործել այդ կուսակցության անունը եւ կարգավիճակը, հաշվի առնելով, որ որևէ շանս այդ քաղաքական ուժը չունի որպես կուսակցություն պայքարել ընտրություններում եւ պատրաստ է զիջել իր անունը ցանկացողին, մանավանդ եթե այդ ցանկացողը ունի որոշակի ռեսուրսներ, որը կարող է տրամադրել նաեւ կուսակցության գրասենյակին։ Ասենք եթե Վարդան Ղուկասյանը հանդես գալ հակառակ գաղափարական գիծը ներկայացնող ուժից, ասենք լիբերալ դեմոկրատական, մենք ունենք գրանցված այդպիսի կուսակցություն, եւ վաղուց արդեն չկա քաղաքական պայքարում, ես կարծում եմ, որ փոքր շեղումով նույն քանակի ձայներ կհավաքեր։ Եվ այդ առումով նաև այն պնդումները, որ ջախջախիչ
պարտություն է կրել քաղաքացիական պայմանագիրը, ես չէի կիսի, քանի որ հավաքել էր ավելի շատ ձայներ, քան նախորդ ավագանու ընտրություններին եւ շատ ավել ձայներ տոկոսային առումով, քան նույն քաղաքացիական պայմանագիրը Երևանում, որտեղ ի վերջո ստացել է քաղաքապետի պաշտոնը։ Զուտ թվերով, եթե չեմ սխալվում, Գյումրիում ձայնի իրավունք ունեցող քաղաքացիներից մոտավորապես 15-16% հավաքել քաղաքացիական պայմանագիրը, այն դեպքում, որ Երևանում 9%-ից մի քիչ ավել։ Այսինքն համարել, որ այստեղ ինչ որ առանձնահատուկ մեծ անհաջողություն է արժանացել քաղաքացիական պայմանագիրը ճիշտ չի լինի։ Իսկ միգուցե ադմինիստրատիվ ռեսուրսը լինելով պրովինցիա միգուցե ավելի հաջողվել է, քան Երևանում, չեք մտածում այդ մասին։ Համոզված չեմ։ Միգուցե այսպես ասենք, քաղաքացիական պայմանագրի ադմինիստրատիվ ռեսուրսը ավելի արդյունավետ է օգտագործվել Գյումրիում, քան օգտագործվել է Երևանում, Երևանում կարելի է ասել, որ այդ ադմինիստրատիվ ռեսուրսը օգտագործվել է այն ծավալով, որքանով այն հասանելի էր Տիգրան Ավենյանին եւ նրա, ասենք, մտերիմ ԿՊԱ-ականներին։ Այն դեպքում, որ Գյումրիի պարագայում ամբողջ կուսակցության ներուժը օգտագործվել եւ տվել է որոշակի արդյունք։ Հիմա ինչ վերաբերում է հետևանքներին, ես կանդրադառնամ իհարկե Եվրադաշինքին նաեւ ավելի ուշ, բայց ինչ վերաբերում է այն իրավիճակին, որը ի վերջո ձևավորվել է, նույնիսկ եթե Վարդան Ղուկասյանը ընտրվում է քաղաքապետ, իրեն շատ դժվար կլինի իրականացնել այն ցանկությունները, որ ինքը ունի։ Այսինքն այն իշխանության ծավալը, որը ինքը ուներ իր նախորդ 13 տարիների քաղաքապետության ընթացքում, այսօր դժվար հասանելի կլինի, եթե իհարկե քաղաքացիական պայմանագիրը իր հետ չգնա գործարքի։ Եթե չգնաց գործարքի, ապա քաղաքացիական պայմանագրի ավականու անդամների ձայները, ինչպես նաև Մարտուն Գրիգորյանի ձայները, որը երբեք կարծում եմ չի գնա համագործակցության Վարդան Ղուկասյանի հետ, թեև իր ընտրվելու համար խոստացել է անհրաժեշտ ձայներ իր ավականու անդամներից, իսկ դա նշանակում է, որ այդ երկու քաղաքական ուժերի ձայները բավական է, որպեսզի արգելափակեն ցանկացած նախաձեռնություն եւ նաեւ վերահսկեն քաղաքապետի գործունեությունը։ Դա ես ավելի շատ որպես դրական երևույթ եմ ընկալում, հաշվի առնելով այն կոռուպցիոն ռիսկերը, որոնք միշտ կան Վարդան Ղուկասյանի նման քաղաքապետի պարագայում, այսինքն այդ առումով ես լուրջ խնդիրներ կամ վտանգներ չեմ տեսնում, վտանգները այլ տեղ են, որ կարող է պարզապես պարալիզացվել աշխատանքը տեղական ինքնակառավարման մարմնի Գյումրիում, եթե քաղաքապետը եւ ավագանին լեզու չեն գտնում, իսկ այդպիսի հեռանկար շատ ակնհայտ է, ապա պարզ է, որ նաև քաղաքի հետ կապված տարբեր խնդիրներ իրենց լուծումը դժվար թե ստանան։ Եվ վերջապես Եվրադաշինքի մասին ես կրկնեմ նույնը, ինչ ասում էի սկզբում մեր զրույցի, որ այդ 4.5% ձայները ոչ թե Եվրադաշինքին էին, այլ հենց Լևոն Բարսեղյանին, առաջին համարին։ Եվ Եվրադաշինքը որպես այդպիսին գործոն չհանդիսացավ, որպեսզի Լևոն Բարսեղյանի անձնական տոկոսներին գումարվեր նաև քաղաքական համակրանք Եվրադաշինքի նկատմամբ ունեցողների պարագայում եւ հիմնական պատճառը այն է, որ հավաստումները, որ Եվրադաշինքը հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից, դա չազդեց ընտրողի վրա։ Ընտրողը համարում էր, որ Եվրադաշինքը դա այլ դեմքով քաղաքացիական պայմանագիրն է եւ եթե կարելի է տալ ձայնը քաղաքացիական պայմանագրին, ապա ինչու այն փոխանցել մեկ այլ քաղաքական ուժին։ Բացառությամբ կրկին ես նշեցի այն քաղաքացիներին, այն գյումրեցիներին, որոնք անձամբ վստահություն ունեն Լևոն Բարսեղյանի նկատմամբ եւ ում համար համոզիչ էին Լևոնի ներկայացված առաջարկությունները եւ ծրագիրը։
Գյումրին կոլորիտային քաղաք է, ընտրություններն էլ էին կոլորիտային։ Փաշինյանին ասում են իր սխալներից մեկը հենց նա է, որ նոր ուժեր չստեղծվեցին, դեմոկրատական ուժեր, այդ իսկ պատճառով նախկինները, այսպես ասեմ, գտնում են ցանկացած կուսակցություն եւ դրանով են գնում ընտրության, այսինքն այս անգամ դժվար է լինելու խաղալ հին ու նորի այդ հին խաղը, հնացած խաղը։ Այո, գնալով այդ հնարավորությունը օգտագործել հների եւ նորերի, սևերի եւ սպիտակների արճակատումը, գնալով ավելի քիչ շանսեր է ունենում աշխատել էլեկտորալ գործընթացներում, բայց ամեն դեպքում ես ոչ այնքան Նիկոլ Փաշինյանին կմեղադրեի նրանում, որ Հայաստանում չի ձևավորվել այլընտրանք, այլ այն միգուցե մեր գործիչներին, հասարակական եւ քաղաքական, որոնք չհասկացան, որ անմիջապես 2018 թվականի դեկտեմբերի ընտրություններից հետո պետք է մոռանալ, որ իրենք աջակցել էին հեղափոխությանը եւ դառնալ անդիմություն քաղաքացիական պայմանագրին, դրանով նաեւ պահելով քաղաքացիական պայմանագիր այն բազմաթիվ սխալներից, որոնք գործել է այդ քաղաքական ուժը, բայց մենք տեսնում ենք, որ մարդիկ, որոնք շատ լավ վերլուծում եւ տեսնում էին թերությունները, ամեն դեպքում ներում էին եւ շարունակում էին աջակցել քաղաքացիական պայմանագրին, վախենալով հների գալուց, թեև ես չգիտեմ ինչն էր այդքան վախենալու, հաշվի առնելով ինչքան ձայներ ստացավ այն ընդդիմությունը, որը ներկայացնում էր նախկին իշխանություններին 2018 թվականի դեկտեմբերին, այսինքն հանրապետական կուսակցությունը, որը ամենա կարելի ասել ակնհայտ նախկիններ, այսինքն ներկայացնում էր հեռացած վարչապետ Սերժ Սարգսյանին, նույնիսկ չկարողացավ անցողիկ շեմը հաղթահարել։ Եվ կարծում եմ դա բավական էր, որպեսզի մարդիկ, որոնք կիսում էին հեղափոխության գաղափարները, հասկանային, որ իրենց առջև այլևս նոր խնդիր է առաջանում, ոչ թե պայքարել արդեն իսկ գնացած հների դեմ, այլ դառնալ արդյունավետ ընդդիմություն եւ իրական ընդդիմություն քաղաքական մեծամասնության համար։ Դա փաստորեն տեղի չունեցավ եւ դա առաջացրեց նաեւ անվստահություն հասարակության այն մասի մոտ, որը տեսնում էր թերությունները, քննադատաբար էր վերաբերում ընթացող զարգացումներին, բայց չտեսավ, չգտավ այնպիսի իր քաղաքական շահերի եւ ընդհանուր շահերի ներկայացուցիչներին, որոնք չլինելով նախկին, միևնույն ժամանակ կներկայացնեն, ինչպես նշեցինք, այլընտրանք քաղաքացիական պայմանագրին։ Հիմա նոր կարծես թե դա այդ գիտակցությունը հասել է որոշ քաղաքական եւ հասարակական գործիչներից, բայց կարծում եմ կարճ ժամանակում մինչև 26 թվականի խորհրդանական ընտրությունները իրենց շատ դժվար կլինի թոթափել այն իմիջը, որ իրենք ունենք որպես քաղաքացիական պայմանագրի քողարկված աջակից քաղաքական ուժ եւ լուրջ հայտ ներկայացնել նոր ընտրություններում։ Բարդ ժամանակաշրջան է սպասվում, ցավոք սրտի։ Ինչն է խանգարում հասարակությանը եւ քաղաքական գործիչներին գտնել զարգացման ընդհանուր նպատակներ։ Կարծիքներ կան, որ երրորդ ուժերը մեդիա դաշտ են մղում նարատիվներ, դրանցով շփոթեցնելով հասարակությանը, շեղելով իրական առաջադրանքներ առաջ քաշելու քաղաքական գործիչների համար։ Այո, առաջին հերթին այդ արհեստական իրավիճակը քաղաքական դաշտում դրսևորվում է նրանով, որ փաստորեն նույն կենտրոնը, քաղաքական ներկայացնող անձիկ հանդես են գալիս տարբեր դեմքերով։ Եվ քաղաքացիական պայմանագիրը Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմը փորձելու է մի քանի սյուներով գնալ դեպի ընտրություններ, նույնը անելու են Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, եւ մենք տեսնում ենք նաեւ, որ իրենց այդ բազմադեմ քաղաքական ուժերի միջև բավականին լուրջ եւ դաժան պայքար է գնում։ Ես կասեի, որ այսօր այդ քոչարյանական տարբեր կառույցների ներկայացուցիչները շատ ավելի սուր քննադատության են ենթարկում Սերժ Սարգսյանի կողմնակիցների, որոնք էլի հանդես են գալիս տարբեր դեմքերով, քան քաղաքացիական պայմանագիրը։ Երևի միակ թեման, որտեղ միանում են
օրակարգերը նախընտրական, ասենք նույն Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ ոչ միայն, դա քաղաքականությունն է Ադրբեջանի հետ հակամարտության ուղղությամբ եւ այստեղ կարծես թե քաղաքացիական պայմանագիրը հավարյա մենակ է մնում։ Սա փաստորեն հիմնական թեման է, որտեղ կա որոշակի համախմբում քաղաքական ուժերի, քաղաքացիական պայմանագրի դեմ, սակայն չգիտեմ որքանով դա կարող է որոշիչ դեր խաղալ, քանի որ Հայաստանի հասարակության մեջ անկախ նրանից մարդիկ որքանով են համակրում կամ որքանով են վստահում ներկա իշխանություններին, այդ հասարակության ես կասեի մեծամասնության մոտ կա պահանջ խաղաղության եւ խաղաղության ակնկալիք։ Եվ եթե քաղաքացիական պայմանագրի դեմ հանդես եկող քաղաքական ուժերը չներկայացնեն քաղաքացիական պայմանագրի խաղաղության օրակարգի այլընտրանքային օրակարգ, որը նույնպես խոստանում է խաղաղություն եւ անվտանգություն Հայաստանին, ապա կարծում եմ Ադրբեջանի հետ հարաբերությունների թեմայով Նիկոլ Փաշինյանին քննադատողները միգուցե չգտնեն իրենց համար նախընտրելի տեխնացուներ։ Իսկ դա նշանակում է, որ այն ամենամեծ քաղաքական ուժը, որ կա Հայաստանում բոլորին դեմ, կամ ամենամեծ հասարակական զանգվածը բոլորի դեմ, պարզապես կարող է չգնալ ընտրություններին, եւ դա կնշանակի, որ ցանկացած ընտրության լեգիտիմությունը Հայաստանում լինելու է ցածր, իսկ ցածր լեգիտիմություն ունեցող իշխանությունը նաեւ չի կարող լուծել պետության եւ ազգի համար կարևոր խնդիրներ։ Սա է այն հիմնական մարտահրավերը, որի առջև կանգնած է այսօր Հայաստանը եւ Հայաստանի հասարակությունը։ Շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտնում ձեր գրաֆիկում մեր լսարանի համար, կարևոր կարծիքներ, կարևոր ակցենտներ էր։ Միշտ նոր հանդիպում, ամենայն բարիք։ Հաջողություն ձեզ եւ ձեր լսարանին։